Չգիտեմ ինչ պլաններ ունի Անդրեյ Զախարովը, բայց ես նրա բոլոր պլանները ձախողելու եմ։ Ինչ անեմ։ Հիմա պատկերացնում եմ, թե Սոկրատիչինք ինչպես են անհանգստանում։ Իսկ եթե զանգեմ միայն ասեմ, որ չանհանգստանան։ Բա որ իմացավ, բա որ պապան իմանա։ Հա, բալես։ Պապ։ Իրեն, ասա աղջիկս, որտեղ ես։ Իմ ու Կարլի համար մի անհանգստացեք։ Մենք լավ ենք ապահով տեղում։ Որտեղ եք, բալես, գոնե մոտավոր կարող ես տեղդ բացատրել։ Պապ, կներես էլ չեմ կարող խոսել։ Կարևորը մի անհանգստացեք իմ ու Կարլի համար։ Ալո, Իրեն, ալո։ Ասի չէ հոր ձեռագիրն է, դրա կյանքն էլ, ձեռագիրն էլ, պիտի փչացնել, աղավաղել, սատկացնել ապետ դրան։ Հա, բայց ինչ ասած, որտեղ են։ Ելենա, ես գիտեմ որտեղ են, ու ոչինչ չեմ անում, սենց հանգիստ կանգնած են։ Ոչինչ թաս, ոչինչ, մենք ստեղից կփախչենք, ոչենք մնա հիվանդ պապուտ ձերք։ Դանա, վերջ, էլ չենք կարող, ես ամենին վերջ տուր, էլ ոչ մի տեղ։ Փոքրիկս, կամ արի Ֆրեդին ասենք, պատմեք այն ամենի մասին, ինչ քեզ հետ կատարվում է, հա? Դանա, կներես, բայց արդեն շատ վտանգավոր է, հասկացիր։ Ես էլ ոչ ոքի չեմ կարող վստահել։ Դանա, ինձ կներես, հա? Բայց դու տեսնում ես, չի, երբ մենք տուն ենք գալիս, ոնց է Ֆրեդը մեզ վրա նայում։ Բայց այն օր ինքը բան չասեց, չէ։ Դանա, ոնց չասեց, քեզ մոտ չասեց, ու հետո, այդ գերեզմանը շատ վատ միտք էր։ Այ բալա, գիշերը ով է գերեզման գնում։ Գոնե ուրիշ բան ասեիր։ Դե ուրիշ ինչ ասեի։ Դե կարող էիր ասել, որ գնացինք ուր, գնացինք օրինակ հրապարակ, տոնածառը տեսնելու, կամ դե լավ, կարևոր չի, պարզապես մենք հիմա չենք կարող դուրս գալ։ Խեղճ երեխեն, ոնց է տանջվում քրոջ համար։ Ես ասենց սեր չէի տեսել։ Մամ, դժվար առանց քեզ։ Դժվար է լինել մենակ։ Մայրիկս դու մենակ չես։ Իհարկե ես մենակ չեմ։ Ով քո պես քնքուշ քուրիկ ունենա, ու իրեն մենակ զգա։ Դանա, քաղցած չես։ Ձայն չես անում, բայց ես համոզված եմ, որ դու շատ քաղցած ես։ Դանա, բալես, ոնց ես։ Ապրես բալես, ապրես, որը տենց սիրում ես։ Անմեն մեկին չէ, որ տրված է,
Տենց մեծ ու գերբնական սեր հարազատի հանդեպ։ Դե լավ, մի տխրի, հա? Դե ժպտային փոքրիկ հրեշտակը։ Ես բոլորը շատ եմ սիրում, բայց իմ համար ամենաթանկը իմ քույրիկն է։ Պապի չրավա որ եկար։ Ուր ես գիրում։ Քեզ հետ չի կարողանում կապվելու Միկայի մասին նորություն ստանալ, գալիս էի բանկ։ Ես բանկում չեմ եղել։ Պապ, Միկայի մասին նորություն ունես։ Միկա սիրավացի էր։ Բայց ես նախընտրեցի հավատարիմ մնալ իմ սկզբունքներին և կոնկրետ փաստերով առաջնորդվել։ Իսկ այսօր այդ կոնկրետ փաստերը կան, բայց Միկաս վտանգի մեջ է։ Պապի, Միկան Սաշի բախտին չի արժանանում։ Լրիր։ Միկայիս կփրկեմ։ Ալեքսանդրից չկարողացա, բայց Միկային չեմ թողնի վնաս հասցնեն։ Ինչի այդ մարդը ներխուժեց մեր կյանք։ Մամայի ու պապայի մահվանից հետո դու մեզ ուժ տվեցիր ապրելու։ Ալեքսանդրի քո ճամփով տարար։ Միկային ամեն ինչով ապահովեցիր, իսկ ինձ կրթություն տվեցիր։ Ինչի այդ մարդը փչացրեց ամեն ինչ։ Հիմա երանի եմ տալիս Միկայի խուլիգանություններին։ Որևէ երկրում անկարգություն կաներ ու զանգ կտար թե պապի հասի օգնության։ Ընտանիքը գլխի վայր շուռ եկա։ Չէ, Էրիկա, ինձ կյանքից ու ինքս ինձնից մի հիասթափեցրու։ Ես պիտի վերականգնեմ ընտանիքս։ Ես հիասթափության գիրկը չեմ ընկնի։ Հավատում եմ, պապ։ Գնամ տեսնեմ ինչ եմ անում։ Պապի, մի քանի օր առաջ ես պատահաբար քո ու Միկայի խոսակցությունը լսեցի ինչ-որ Առնոյի մասին։ Մոռացիր լսածդ։ Պապի, ես ուղղակի